Էս ինչ է նշանակում Վիկա ջան, էս ինչ է։ Ու ինձ մի անգամ այդ ժամանակ ձեռքերիցս sense օլորում են եւ հանում են դուրս։ Հերիկա երկես, ցանած կտրի։ Ու զենքով այդ ապրողներից մեկը ընկնում է մեր հետևից։ Ես եկավ կանգնեց այդ տղեկի մոտ ինձ նենց հայտարարեց։ Հենց այնպես։ Այսօր հենց այնպեսի հյուրերն են Մհեր Բաղդասարյանը Ամերիկայից եւ Վիկա Մարտիրոսյանը Ամալաստուդիայից։ Ողջույն, ոնց եք։ Բարև Մանե ջան, Վիկա ջան, լավ, դուք Բարև Մհեր ջան, բարի վերադարձ։ ապրեք ջան, ոնց որ առաջի անգամ չէ իրար տեսնել եթերում։ Շատ լավ հավաքվել ենք։ Մենք այսօր վայելենք կարասի ռոզե գինի, շատ թեթև հաճելի գինի է։ Ով է սկսում, ինչ պատմություններ եք առանձնացրել։ Վիկա, դու սկսես, ես շատ դախ եմ պատմություններ պատմելուց։ Ոյ, այնպես չեմ հավատում։ Հայկականից ժողովուրդ, ամենալավ պատմությունը նենց անհամ կպատմեմ։ Հələ մի հատ պատմի։ Դե լավ, արի դու սկսի, ես քեզ օգնեմ։ Մենք կծիծաղենք։ Լավ չէ, գոն Վիկա դու սկսի, ես Հա, լավ։ ընթացքում կբացվեմ, էլի։ Ինչից սկսեմ։ Պատմությունները շատ են։ Իսկապես ծիծաղելի դեպքեր շատ են եղել, հատկապես մեր շոու բիզնեսում, մեր երկի ջերչույների հետ կապված, միշտ հիշում եմ, բայց միշտ շատ մեծ այսպես կարոտով եմ հիշում, երբ որ նախ առաջին անգամ ինձ Ղարաբաղ տարել է հենց Արտուր Գրիգորիչս ու մայիսի 9-ին համերգի էինք գնում Ամարասով եւ բոլոր երկիչները նույնպես պիտի լինեին ու դե բնականաբար բոլորը հավաքված են ամբողջ երկի թատրոնը, բոլոր հայտնիները գնացել ենք համերգի եւ գիշերը փորձում ենք այնպեսի մի բան անենք, որ հետաքրքիր անցնի։ Ու ես էլ միշտ նման բաներում այսպես կազմակերպիչ եմ, ասում եմ երեխեք եկեք աղջիկներից։ Ու Նարեկին Բավայան ասում եմ եկեք չքնենք, գնանք երկիչներին մի խոսքով այդ մածուկը վերցնենք ատամի ու ոնց են ասում։ Պաստենք։ Մածուկ ենք։ Մի խոսքով, նախ ասեմ, որ սկզբում ինձ պապան Գրիգորիչը ասել էր, որ Վիկա ջան, վաղը պետք է ապարեք, խնդրում եմ գնացեք, քնեք, հանգստացեք, երկար ճանապարհ ենք եկել, հանկարծ չհոգնեք, որպեսզի վաղը ուժերը տեղը լինի եւ այլն, ասեցի անպայման Արտուր Գրիգորիչ ջան, երեխեք ջան, գնացինք քնելու։ Մի խոսքով գնացինք սենյակներ, բայց բնականաբար փոխվեցինք։ Ես իմացա, որ Գրիգորիչը արդեն քնել է, սենյակում է ու կարող ենք դուրս գալ։ Ասեցի երեխեք նենց անենք, բայց շատ ձայներ չլինի, որ չարթնանան։ Գիտեմ, որ շատերը քնել էին, Արամեի դուռը ծեծում ենք, ջարդում ենք, ինքը նո ռեակցիա չկա, քնել է, անջատվել է լրիվ։ Անդրեի սենյակի դուռը ծեծեցինք, ասեց, ով է։ Ասեցի, մենք ենք, Անդրուշ, մի հատ կբացես, խնդրում եմ։ Չէ, քնած եմ, բայց բացա իրա դուռը։ Չէ, մի խանգարեք, քնած եմ, շուրջ էս բան ասեց, չէ, միշտ, բայց լավ արդեն համարյա քնած էր։ Մտանք սկսեցինք առաջինը Անդրեից։ Էս Անդրես մի շուխուրը բարձացրեց, միջ ղայնացավ, Ոյ, պատկերացնում եմ, ամբողջ հյուրանոցով բղավոցներ ձայներ, մեկ էլ Գրիգորիչս արթնացավ։ Անդրեի ձայնից։ Հիմա ես ամաչում եմ, որ այդ մարդուն ասել եմ, հա, Արտուր Գրիգորիչ ջան, գնում ենք քնելու եւ այլն։ Ու շատ վատ ինձ զգացի, որ խաբել եմ իրան, մի խոսքով այդպես եկավ մի հատ լավ չղայնացավ։ Հա, փաստորեն մենակ ես չեմ անհամ պատմի պատմություն։ Դու էլ Վատ եմ պատմում, ես մինչեր կա։ Լավ, Անդրեի հետ կապված պատմություն պատմեմ, ոչ պակաս անհամ տաղանդով իհարկե կպատմեմ։ Հիշում եմ ես ամսագիրը, չէ՞, ժողովուրդ բոլորը հիշում եք երևի ես ամսագիրից, թվում է այն ժամանակվա Instagram-ն էր, այդ ամսագիրը բոլորը տենց առնում էին, որ նային ասենք ինչա հակել Վիկտորիա Մարտիրոսյանը։ Հենց այդ պետքա դուրս գար, ես ասենց սիրտս ասես դմդմփում էր, որ հեսա մի բան։ Ոյ, հա, ընդհանրապես ենք քո մասին։ Հետո նոր, ոչ, սկզբից ինչ ասես։ Ինչ վատ բան է Սկզբում վատ բան ենք գրել։ Հա։ Ես պատրաստ եմ ներողություն խնդրել։ Ինչ ա գրել։ Նախ Պետոյին Պետիա էր միշտ գրում։ Չես ամաչում։ Ու նարայի տղային Պետիային խառնում են Պետոյին։ Դա շատ ընդունված բան էր։ Ընդունված բան էր, դա։ Պետոն էլ ներվայնանում էր։ Մարդ ասում էր, ես ի՞նչ Պետիա, ես Բայց Պետոն եմ։ ինչ ենք գրել, լավ։ Հələ պատմի։ Հիշում եմ մրցանակաբաշխությունը առաջին անգամ որ եղավ, ես ամսագրի, դա կասկադում էր ու անվանակարգեր կային այն ժամանակ։ Մուտքը քանի որ ազատ էր ու ամսագիրը չափազանց սիրված էր։ Այո, ես էլ եմ հիշում։ Իհարկե
թիմը թույն աշխատանք էր անում իմ կարծիքով եւ կարելի է բոլորին հիշել Անի Քոչարին, չգիտեմ Օֆելիային Քոչարյան եւ մյուսներին ովքեր աշխատում էին այդտեղ թույն գործ էինք անում իմ կարծիքով ու շատ հավեսով ու էնտուզիազմով էինք անում ու որոշեցինք մի անգամ անել մրցանակաբաշխություն ու նախատեսվածից ավել քանակությամբ մարդ եկա, ողջ այդ, չգիտեմ, աստիճանները կասկադի, դուք էլ կայք այդտեղ, երևի դու էլ ինչ-որ պատմություններ կունես այդտեղից, բայց Անդրեի հետ կապված եմ հիշում։ Եթե հիշում եք, այն ժամանակ ասես մինի CD-ներ կար, մինի դիսկեր կար, այդպես էին տալիս երգերը ու մի երևի CD-ի վրա մի 7-8 հատ երգ կար, գրիչով սենց գրված է։ Ու ես չգիտեմ ինչու իմ վրա պատասխանատվությունն էի վերցրել երգերի հերթականությունը, արտիստների ելույթի հերթականությունը ստուգել ու նաև ոնց որ ինձ ասում էին թե որ երգը պետք է երգեն, դες գրիչով գրում էի ծրագրի վրա եւ այլն։ Եվ ի սկզբանե Անդրեն եկել էր տենց սիրուն հակած եւ այլ այդ ժամանակ Անդրեի պիկն էր ու շատ դժվար էր իր համար հանրային վայրում լինել, որովհետեւ բառիս բուն իմաստով պոկում էին իր հագուստները, չգիտեմ, հոշոտում էին։ Ժորդ մենք անգամ ես ամսագրում, մի անգամ թե էր խմել ու այդ թեյի միանգամյա օգտագործման պակետը մոռացել էր, բարձիկը մոռացել էր թեյի մեջ ու մենք դա Վիկտորինայով հաճուրդով վաճառել էինք, ոչ թե վաճառել էինք, այլ Վիկտորինա էինք արել, հաղթող եկել։ Չէ, այդ շրջանը հիշում եմ, չգիտեի որ նման պատմություն Հայաստանում եղել է։ Եղել է ու Անդրեի հետ է։ Հաճուրդով վաճառել։ Բայց այդ չէր խնդալու։ Ես էլ եմ լիքը բան վաճառում, ժողովուրդ։ Հիմա ոչ մեկ չէ լարնի խնդրել էլ ոչ մեկ ու խոսքը Անդրեի մասին չէ բոլորի դեպքում այդպես թեկուզ այս նոր արտիստներ ովքեր պիտի վայելեին իրենց հաջողության առաջին արեք նայեք հաղորդման բանը փոխվում է ֆորմատը փոխվում դառնում է տխուր չէ այդ ամեն ինչը իհարկե նրանից է որ բոլորը հասանելի են Instagram-ում ամենօրյա շփում կա եւ այլն շատ ավելի այն ժամանակ շատ անհասանելի Անդրեն եկել էր երգելու 1000 անգամ հագել էր կոստյումի այսպես շալվար վերնաշապիկ որը դրած էր այդպես տաբատի մեջ եւ ես սկզբում առաջարկեցի իրան երգել Սոնե Լելեն ասես չէ չեմ երգի այդ երգը Անդրեն բարձրացավ բեմ մրցանակը ստացավ շնորհակալություն հայտնեց եւ ես հնչեցրեցի Սոնե Լելեն հատուկ ու միջև Անդրեն այդ պատմությունը հիշում է թե ինչ ջղայնացած կատաղած էր ինձ նայում բայց երգեց այդ վերնաշապիկը երգեց այդ վերջը բայց ամբողջ ընթացքում վատ դեմքի արտահայտությամբ նայում էր ինձ տեղ պետքա ծիծաղակեր ուզում եի ասել դու նենց էիր պատմում համու հոտը սկզբանը ասեցի ես անգամ գալուց առաջ եմ մանեն զգուշացրել որ ոչ չեմ նեղանում ոչինչ մենք ծիծաղ կդնենք Գրեթե բոլոր արտիստների հետ աշխատել ես կամ համերգների համար ես բարեր բեմադրել կամ տեսահոլովակների հետ հիշի մի բան Հիշում երգչուհիներից մեկի տեսահոլովակներ չեմ ուզում անունը տամ, բայց Հրաչ Ներքեշիշյան ռեժիսորը ու այդ երգչու առաջին տեսահոլովակներ մի քիչ դժվար էր իրան ստացվում ու երբ որ ինքը պարում էր մոռանում էր երգեր երբ որ երգում էր մոռանում էր պարեր Դե ես էլ ինչ-որ սիրում էի համ երգեի, համ պարել։ Դու փոխարենը երգում պարում էի։ Հրաչս այդպես տենց դիմացավ ամբողջ նկարահանումը դիմացավ, խնդրեց որ անընդհատ երգի երգչուհին, որ շատ չկենտրոնանա, լարված էր դեմքը անընդհատ եւ այլն, բայց վերջում արդեն չգիտեմ, երևի թե հիշում ես Հրաչին ջղայնացած ինչ ձևով է բղավում եւ ինչ զայն է անում։ Մի խոսքով երկար ժամանակ սյոմկա էր գնում, մեկ էլ ստոպ տվեց, գոռալով ասեց. Վիկա, հերիկա երգես, ցանդ կտրի։ Բոլորի մոտ նենց դու երգի երգչուն, կանգնել ես չես երգում, ոչ պարում ես, ոչ երգում ես։ Երգեց։ Դժվար։ Գուշակեք երգչուն ու տեսահոլովակը կոմենտներում։ Այն ժամանակներում բոլորը գրեթե այդպես։ Կստացի դու շատ էիր իր վրայով երթևեկում։ Հա, իմացա լավ որպես։ Всё չեն կարող։ Գուշակեք։ Կոմենտներ եմ հավաքում։ Ճիշտ եմ անում սա YouTube-ի շատ լավ է, հայտի տակ ես։ Իրականում շատ հավես է հաղորդումը ման։ Քանի որ իմ papan երազում էր տղա ունենալ, չէ։ Քանի որ ինձ մեծացրել է որպես իր տան տղա։ Դու փոքրն էիր։ Այո, ես փոքրն էի եւ մանկուց հավասարաչափ սիրում էի բալետը եւ ֆուտբոլը։ Вообще կապ չունի էլի։ Ասենք վաղը քննության էի դասական բարի, որը շատ բարդ էր եւ դրա համար պետք է ամբողջ օրը նստես, հանգստանաս, մտածես ոտքերդ այդպես վերև եւ այլն։ Ու papas շղայնանում էր էլի որ բակ էի իջնում տղեկից լավ ֆուտբոլ էի խաղում ու անպայման առաջինը ես էի դրան վազում էի դուրս ու տատիկս քանի որ ինձ շատ ամիշտ ամեն հարցում օգնել ասում էի տատիկ ջան հենց դասատուս կզանգի դու երկրորդ հարկում ենք ապրում էի ինձ շուտ տղավի ես կվազեմ տուն կվերցնեմ հեռախոսը ասում էի լավ բալես գնա ասում էի մեկ էլ papan հենց զգաս գալիս է ասա ես կգամ էլի տունը կփոխկրում մի խոսքով հիմա իջել եմ տղա վաղը քննության եմ դասական բարի ու իջել եմ Բաքվում տղաների հետ շատ ուժեղ այսպես ֆուտբոլ եմ խաղում մեկ էլ 24 էր papas այդ ժամանակ ու մոտորի ձայնը լսում եմ արդեն մտնում եմ բակ ու ես հասկանում եմ որ ես չեմ հասցնելու տուն մտնեմ
ու իր համար մեկ էր կգար բոլորի մոտ կչայնանա լսի եկավ կանգնեց այդ տղեկի մոտ ինձ ինձ հայտարարեց այդ մեկ այդպես հայտարարվեցի տղերքի մոտ հետո բայց բալետի քննությանը գնացի միշտ ընտիր բայց չի կարելի իր հարկել կարող է այդ պահին ոտքը սոլորեի մի բան լիներ մեկ էլ միշտ ուղարկում էր ինձ խանութ ասում էր գնա տան համար սա ներքևը ունենք կրպակ հենց մուտքից դուրս էր գալիս ասում էր բանը ինձ գնա ծխախոտ բեր կարող է եւ դա սխալ է բայց ես իր համար միշտ ինչ ասեր կանեի Հայաստանում վաճառում են այն ժամանակ նորմալ էր ժողովուրդ հիմա սարեստական պարզ էր բոլորի համար երեխան չի հետո ես որոշեցի որ պետքա իմ փոքրիկ բիզնեսը բացեմ եւ վերավաճառես Ուրեմն գիշերը վերցնում էի, հենց վերջանում էր իր ծխախոտը, տուփը այն ժամանակվից բիզնես մտածելակերպ բանոց է։ Տուփը վերցնում էի ու ամեն օր մի հատով, երկու հատով այդպես պահում էի։ Երբ որ ինքը ինձ ասում էր գնա ծխախոտ ինձ բեր, նորը գնա գնիր, բերում էի ու բացած արդեն տալիս էի իբրև, բայց այդ իմ հավաքածն էր։ Մորը իր աշխատում, բրավո։ Հավաքածներ, այդ 250 դրամ էր, ինչ էր այն ժամանակին, չէ՞, բայց դա մի օր արդար աշխատած։ Հա, ու հավաքում էի այդ գումարը ես, բայց ինչ էի անում, իջնում էի բակ բոլորին պաղպաղակ էի առնում, չգիտեմ այդ դուք բոլորին չէր կարող 250 դրամով 5 հոգու։ Դե հիմա չեմ ասում, բոլորին 30 հոգու։ Մի խոսքով, մի օր տեսավ, լավ առևտուր եմ արել, երեխեքին էսպես պաղպաղակ բան եւ այլն, ասաց, «Բալես, քեզ փող որտեղից»։ Ու այդպես բացվեց че տատիկս էր գտե որտեղ են պահում, նախ վրաց ջղայնացա որ ես դրա հետ կապ ունեմ։ Քանի տարեկան էիր։ Երևի 9 Բրավո 10, ոչ ավել, բայց ավել չէ։ Ես այդ տարիքում ժողովուրդ այնքան տարօրինակ երեխա էի, անընդհատ ուզում էի գնայի մանկապարտեզ եւ երազում էի գնայի մանկապարտեզ, երբ լույսը պետքա բացվի։ Ինձ նվեր էին տալիս, նոր էի գնում։ Չէ, ես խնդրում էի ու մամաս ու եղբայրս դպրոց էին գնում ավելի շուտ ժամի։ Հայրս քնած էր լինում այդ ժամին, ես գիտեի որ 8:20 պետքա տնից դուրս գամ ու մենակով էի գնում մանկապարտեզ, որտեղ մոտ էր ու կարծես փոքր զարթուցիչ սպիտակ, լավ հիշում եմ, այն ժամանակի ժամացույցը չգիտեի ինչպես են սլակները տարբերում փոքրն ու մեծը եւ այլն։ Ինձ ասել էին որ պետքա բեխերի նման լինի ժամացույցը։ 8:20 եւ բերեմ papaիս արտնասնեմ, ցույց տամ ու գնամ մանկապարտեզ։ Ես դες 8:10-ից էլ չէի կարողանում նստել տեղս։ Շուտ մինչև հիմա էլ տենց է, որ ինչ-որ մի տեղ պիտի գնամ, ասես շուտ պատրաստում ու նստում եմ, ձանձրանում եմ։ Դու դալի բեղեր։ Այդ բեղերի սարքեցի ծռացի չէ։ 10 Այդ 10 առաջ տվեցի ու գնացի ու լավ հիշում եմ որ գնում էի ու այնտեղ սպասում էի։ Հետո այնքան հետաքրքիր չգիտեմ բան կար, ներկայացումների հանդեսների ժամանակ բոլորի դերերը սովորում էի ու գալիս էի ու բոլորին հավաքում էի մեր միջանցքում ու մուտքի մոտ ու ցույց էի տալիս այդ ներկայացումները։ Լինում էր նաև, չգիտեմ, որ կողքի խմբից ինչ որ, չգիտեմ, անբան հուրու ամուսնու դեր, որը մեկ չէր կարող աղալ։ Ես հրավիրված արտիստ որպես գնում էր կողքի խմբից տաղում էի ու մի անգամ էլ հիշում եմ որ ժողով էին արել ու բամաս եկել էր որ այդ ժողովին մասնակցել, այդ ժողովի ընթացքում ասել էին որ մանկապարտեզը փոխում է իր, չգիտեմ, ֆորմատը եւ ավելանում են երկարօրյա թե գիշերօթիկ ինչ որ խմբեր։ Դու հաստատ մանկապարտեզ ես գնաց։ Հա, ու ինձ ասեցի, չէ, մանկատու չի եղել։ Մանկատու չի եղել։ Ու ես չգիտեի դա ինչ է նշանակում, դες մամաս մի երկու բառով բացատրեց, հասկացա, որ ժողով իր համար պետք չի եւ իր մասին չի, ու ես հիշում եմ, որ ես ամբողջ տան ճանապարհին միջև տուն հասնելը լացել եմ, որ խնդրում եմ ինձ տվեք գիշերօթիկ։ Այդքան սիրում եմ մանկապարտեզը, շատ էի սիրում։ Մալադեց։ Բայց այդպես քիչ է լինում, ասեմ քեզ։ Չգիտեմ ինչ էի սիրում։ Չէ, ես իսկապես ինձ ամեն առավոտ ինձ կաշառում էին, որ ես մտնում էի։ Տանը այնքան վատ էր։ Չէ, հումոր եմ անում, չէ, լավ է, շատ լավ էր անում։ Հայս հասկացա։ Մհեր Բաղդասարյանն եմ անում էլի։ Հա։ Դե գնում են անոնս։ Ամերիկայից մի բան հիշի։ Ինչ պատմություն եմ, Ամերիկայից հիշեմ, երբեմն առաջին անգամ ինչ որ հայտնի մարդ տեսել, ուրեմն։ Ում ես տեսել հետ։ Դիկաբրիոյի պատմությունը պատմում, որը համ խնդալու է, համ լացելու պատմություն է։ Այդ ժամանակ մեզ հյուր էին եկել, ես նոր էի Ամերիկայում ապրում, այդպես երևի մի տարի կլիներ։ Հյուր էին եկել Արտուրը Մանուկյան ռեժիսոր, Հակոբը Հակոբյան, երգիչ եւ հաղորդավար այն ժամանակ, ու եւ մեր ընկերուհիներից մեկը, ով եւս հայտնի է, ու այդ ժամանակ պետքա գնայինք ակումբ, ու իմ ընկերներից մեկը, ով ուզում էր պարզապես, չգիտեմ, իմ ընկերների համար որ լավ լիներ եւ այլն, գիտեր որ այդ մեր ընկերուհին շատ է սիրում Դիկաբրիոյին, եւ իմացել էր որ ակումբներից մեկում Վանոքում այդ օրը լինելու է Դիկաբրիոն, պրոմոտորը տենց զանգել ասել էր եւ ինքը ում սեղան էր վերցրել, որը զգուշացնում են, հա։ Նախապես ասում էր որ սեղանները վաճառեն, ժամանակ սեղանը մի 4000-ից սկսած, այդպես կարողանում են վաճառել։ Մի խոսքով մենք գնացինք որպեսզի Դիկաբրիոյին մոտիկից տեսնեինք։
Ես առաջին 15 րոպեից հետո հարբում եմ ինչպես վերջին անգամ։ Ինչպես երբեք։ Ու էլ չես հիշում Zika-Brand-ը։ Ինչա տեղի ունեցել։ Դա ինձ թվում է իմ մեր ընկերներ ավելի լավ կպատմեն այդ պատմությունը, քան ես։ Ես հիշում եմ, որ ես գնում եմ զուգարան, այսպես թարմանալու, եւ հետ եմ գալիս ու հիշում եմ մեր ընկերուհու եւ Արտուրի դեմքը, թե ինչպես են ինձ ասում, DiCaprio-ն ընդեղ է։ Ու ես այդ ժամանակ դառնում աշխարհի ամենաինքնավստահ եւ այդպես խիզախ մարդը։ Իջնում եմ, հիշում եմ, որ sense սեղաններ էին, մենք վերևում էինք, սեղաններ էին ներքևում, ինչ որ dance floor-ի կողքը ինքը կանգնած էր, կողքը լիքը մարդիկ էին կանգնած ու նաեւ security։ Ես այնքան համարցակ էի այդ ժամանակ եւ այնքան ինքնավստահ, որ security-ին մոտավորապես sense եմ անում եւ գնում եմ կանգնում եմ կողքը։ Ինքս ես մորուքով, գլխարկը քաշած գլխին։ Մտածեցին եկել ես խփես։ Չէ։ Ու ես կանգնում եմ կողքը ու սկսում եմ չգիտեմ ինչի պատմել, որ ես լրագրող եմ եւ Հայաստանից։ Ես ամսագրի մհերն եմ։ Ասենք աշխարհի ամենա չգիտեմ մեդիայում տարածում ունեցող մարդը, ընդհանրապես հետաքրքիր չէ Հայաստանից եւ լրագրող։ Ինչ ասում, նայում, հա։ Քեզ։ Հա, ասում եմ կարաս կողքս սպարես, բայց քեզ հանգիստ բայ, մոտարապես դեպքի արտահայտությամբ։ Ու ես ասում եմ, որ մենք պետքա նկարվենք եւ հանում եմ, որպեսզի նկարեմ, ու ինձ մի անգամ այդ ժամանակ ձեռքերիցս sense օլորում են եւ հանում են դուրս։ Ինչ գումար որ առաջարկեցին ընկերներս, ես դե երբի վիճակի չէի այդ ժամանակ անգամ տեղում կանգնելու ու մնաց գումար առաջարկելու, մեզ որևէ կերպ ներս չթողեցին եւ հարամ արեցի եւ այդպես մի կես ժամ հետո մենք դուրս եկանք ու գնացինք վատ ակումբ։ Վատ ակումբ առանց հայտնիների։ Առանց հայտնիների։ Այ դա DiCaprio-ի պատմություններ, բայց ով կարար այդպես հարամեր է դա։ Երեկոն դասից։ Բայց էլ ինչ հայտնի ես տեսել, հանդիպել, շփվել։ Դες ծիծաղալու չեն այդ պատմությունը, շփվել մի անգամ Soho House-ի վերելակում տեսել եմ Նիկոլ Քիդմանին։ Անդրեի հետ էինք, ծախ պատմությունները Անդրեի հետ էր։ Չէ, ինքը ամուսնու հետ էր, որ էլի շատ հայտնի country երգիչ է, ու մենք կանգնած էինք, բարձրանում էինք, ինքը փագակում բա որտեղ հեռախոս օգտագործել չի կարելի։ Տարբեր երկրներում կա, Լոնդոնից է սկսել իհարկե։ Ու լուսանկարվել չի կարելի ու պետքա անդամ լինես, որ կարողանաս այդտեղ մտնել, եթե որևէ մեկը տերից լուսանկար գցի, ապա այն մարդը ով ձեզ հրավիրել է այդ անդամը որակազրկվում է։ Մի խոսքով որևէ կերպ լուսանկար չես կարա անես։ Էնել վերելակում։ Էնել վերելակում ինքը բարձացավ, մտավ վերելակ։ Վերելակի մոտ էր գալիս ամուսնու հետ։ Ես ու Անդրեն միանգամից հասկացանք, որ պիտի իրանց չնայենք, որպեսզի չկաշկանդվեն։ Եվ թույլ տվեցինք, որ իրանք բարձրանան հենց վերելակը եկավ, իրանք էլ կանչեցին, հասկանալով, որ տակտի զգացում ունենք եւ այդպես չենք խանգարում իրենց անձնական տարածքը եւ այլն, ամբողջ ընթացքում չենք էլ նայում իրենց դեմքին, նայում ենք ներքև, չգիտեմ ինչի, որպեսզի չկաշկանդենք իրենց։ Երևի մի 10 հոգի էլ որ մեզ աճանաչում, դրա համար գիտես ինչա նշանակում հանրային ուշադրության բայց այս հայտակցված մինը դա շարունակությունը խնդալու չի։ Մի խոսքով դուրս եկանք վերելակից այդ կինը դե պրոստը ասեց ինչ հետաքրքիր։ Չէ, հետաքրքիր է, բանպայման։ Դες նկարվեցինք Նիկոլ Քիդմանի հետ։ Ես էլ հայ գնում էի իմ սիրելի երգիչին տեսնելու ում համերգին։ Ջաստինի հայ չէի հասնում։ Բայց հասա։ Ինքնատ аэроպորտում որոշեցինք, որ ես ու Նանոլը տարվեցինք տրենդերով եւ սկսեցինք նկարահանվել, այսպես տրենդ ենք նկարում, ես ենք անում ու ամուսնուս իմ խաթր այսպես խնդրել եմ իմ ու Նանոլի խաթր, որ մեզ հետ Լիոն մեկնի, ասեցի հետո կգնանք միտեղ կանգստանանք, բայց Ջաստինի Timberlake-ի համերգը նայենք, Լիոնում էր համերգը, նոր շարունակենք մեր հանգիստը։ Ընկանք ես ու Նանոլը նկարվելով, տրենդերով, չգիտեմ եւ այլն, բաց թողեցինք մեր ինքնաթիռը։ Որովհետեւ ինչ էր անում։ Ամուսինն էլ Լևոնի հետ գնացել էր duty free։ Նրանք էլ իրենց տրենդերով էին տարված։ Նեսի գիտես ինձ հետ ինչ կատարվեց։ Ու մենք բաց թողեցինք մեր ինքնաթիռը։ Հիմա ամենավատը գիտես որն է, որ մենք պիտի հասնենք ու 6 ժամ հետո համերգն է։ Ամենավատը այն է, որ ասում են տոմս չկա։ Ուրիշ, որ ասում եմ արագացրած տոմս գտեք, խնդրում եմ, ինչ ուզում ա լինի, մի խոսքով այդտեղ այդ աշխատակազմը ասում է, որ չկա ընդհանրապես եւ այն զանգել եմ եղբորս Ֆրանսիա, մի խոսքով մի կերպ նորից տոմ 2 անգամ ավել գումար վճարելով հասել ենք 1 ժամվա տարբերությամբ։ Թույն։ Հա, բայց այդ ստրեսը, որ ես տարա, բոլորից համերգներից որ կարամ հիշեմ, որ Coachella-ն է Beyoncé-ի տարին։ Գնացել ես։ Գնացել եմ ու երկրորդ շաբաթը, դեղին շորերով շաբաթը։
ու իմ տեսած ամենալավ համերգն է աշխարհում։ Այստեղ կարելի էր իրեն նախանձել։ Հա, շատ նախանձել։ Բայց այդ պատմությունը գիտեք ինչով էր խնդալու, որ ըստ Կալիֆոռնիայի օրենքի ժամը 2-ից հետո ինքը գիտեք անապատում է, ամբողջությամբ անապատը սարքում են քաղաք, չգիտեմ, թելերից սարքում են եկեղեցիներ, մի խոսքով ոչ մի կառույց չկա։ Ու օրենքը այնպես է, որ ժամը 2-ից հետո երաժշտություն չի կարելի, բայց քանի որ այնտեղ 200,000 մարդ կա, ու դրանց մի մասը մնում են այնտեղ հենց վրաններով, մեքենաներում եւ այլն, ու շատ թանկ է այնտեղ դա նույնիսկ մնալը։ Ու 2-ից հետո silent disco է, բոլորին բաժանում են, դիստանցիոն ականջակալներ եւ 3 տարբեր DJ-ներ կա։ Եվ այդ 3 տարբեր DJ-ն տարբեր երաժշտություն են հնչեցնում, դու տենց channel-ը ընտրում ես ալիքը, թե որն ես ուզում լսել, բայց ինքը մոտարապես ցնդում ես, որովհետեւ հանում ես ականջակալներ, տեսնես բոլորը ապարում են լռության տակ, sense բաներ են անում ու տարբեր բարեր, քանի որ անում եք տարբեր ալիք ա լսում ու դնում ես ականջակալները։ Ես այդ ժամանակ կյանքումս առաջին անգամ արգելված միջոցներ էի ընդունել, ինչը իհարկե չարիք է եւ խորհուրդ չենք տալիս որևէ մեկին անել դա եւ մոտավորապես այսպես փոխում էի DJ-ի դեմքը լուրջ եմ ասում ժողովուրդ DJ-ի դեմքը փոխվում էր սենց էի անում տարբեր դեմքեր էր դառնում այդտենց վատ էի բայց կյանքում չեմ մոռանա այդ քոչելը գնացել ենք մի հատ Salvation Mountain կա որը լեռ է եւ մի պապիկ այդ որ Google անեք կգտնեք ու Hertz-ը տեղ Hertz խումբ տեղ տեսահոլովակ ունի, Kesha մեր երկչիկար ինքը տեսահոլովակ ունի, բայց մի քանի լեռա, որը ներկել են ներկով ու տարբեր պատկերներ են, հիմնականում քրիստոնեական թեմայով ու ահա որ սիրուն էր այդ բեքգրաունդը, բայց ինքը անտուն մարդկանց, ոնց որ ֆրիկերի, մի խոսքով անտուն մարդկանց ապրելա վայր է, որտեղ թրաքերի մեջ մարդիկ են ապրում, տենց հին մեքենաների մեջ։ Ու մոտարապես զոմբիոտ են իրանք։ Մարդ մոտիկից երկար ժամանակ չեն տեսել, որովհետև 4 ժամ հեռու է Լոս Անջելեսից դա մեքենայով գնալով։ Ու մենք գնում ենք այնտեղ, դնում ենք, չգիտեմ, մեր աթոռները, լույսերը եւ այլն ու զենքով այդ ապրողներից մեկը ընկնում է մեր հետևից, այդտեղ զոմբիներից մեկը։ Ու զենքով ընկնում է մեր հետևից։ Հետո գալիս է երկու հատ ոստիկանության մեքենա, չգիտեմ, տեցը դարկո։ Ապուշ մի հատ կինո, ու ամենավատն է, որ հաղորդման առաջին 15 րոպեն ենք մենակ նկարացել ու նենց էր, որ գոնե ամբողջությամբ նկարենք, հետո իհարկե նկարանով վայրը փոխում ենք, բայց լուրջ եմ ասում, ամենավախենալու երևի օրն է եղել իմ կյանքում, որ զոմբիները գալիս են քո վրա եւ մեկը ունի զենք, որից հետո երկու հատ մեքենա է գալիս ոստիկանության, ոդ կադրերն էլ կա դրոնով նկարած։ Ոստիկանության մեքենան նրանցի հետևից է գալիս։ Չէ, գալիս է որ հասկանա ինչ է կատարվում։ Ինչ է կատարվում, կապ չունի, բոլորին կհավաքի կտանի։ Իսկ վերջը ինչ եղավ։ Վերջն եղավ, որ դրանց մի կողմ քաշեցին, էդ էլ արգելված վայրեր նկարում ենք, հայավարի էինք գնացել։ Ինչպես միշտ հայավար, դրա համար պետք է ունենայի release form, այսինքն իրավունք այնտեղ նկարում անելու։ Պես մեզ էլ գեղեցիկ ձևով ճանապարհեցին։ Հա, դրանք շատ թանկ են, չէ՞, այդ իրավունքները ձեռք բերելու։ Կարող է այդքան թանկ չեն, ինչքան երկար ժամանակ է պահանջում, բայց հա, դա գումարի հետ է կապված։ 15 րոպեում կարող է։ 15 րոպեում մի ժամ կնկարենք, ով է տեսնելու։ Առաջին տեսահոլովակներ նկարահանվում Նանուլի, որտեղ ինքը 3.5 տարեկան էր ու նկարահանում էր Արտյոմ Աբովյան տեսահոլովակը։ Դե բնականաբար առանց Լիլիթի եւ Վարամի ոչինչ չենք անում, որովհետեւ Վարամի թեթև ձեռքով որոշվեց, որ ինքը պիտի երգի ու այդպես ընկանք կրակը։ Մի խոսքով հիմա Լիլիթն ու Նանուլը Լիլիթն էր բոլոր սցենարը գծել եւ ասում ինչ պիտի արվի եւ այլն։ Նանուլի ականջներին այսքան ականջողա։ Մի կետ միասին կլիպներ թե No, առաջինը մենակով է, որ երկմա Լիլիթի մասին։ Բարև Լիլիթ, կտես կողես կգինչ էի կանչել։ Հա, հիշեցի։ Այդ տեսահոլովակն է, լսի նկարահանեցինք մեծի տեսահոլովակի պես, ոնց ասեմ, 24 ժամը անցանք։ Հիմա գիշերվա ժամը 4-ն է, ինքը ակտիվ է դեռ, շատ ակտիվ է, բայց սենց աչքերը մանգլվել է ու գլուխը սկսես այսքան մազեր են գտել։ Կորացա ես։ Հիմա ինձ կասեն տանջում է երեխային եւ այլն, բայց ինքը ինքն սիրով է այդ ամեն ինչը անում, մեռնեմ թե ես կկարողանայի այդ տանել։ Լիլիթ անդադ գնում է սիրում է հանգստացնում է ոնց է լավ իմ բան ինչպես խոսում է եւ այլն մեկ էլ մի պահ սենց ստոպ տվեց կադրը սենց արեց մի րոպե ու ծոմը կանգնած է կամերայով սենց արեց գլուխը սենց արեց մի հատ դու կգաս սենց մատով կանչեց ծոմին ծոմին հա ծոմին էսպես կանչեց անտես գլուխս կքորես լսի որ չասեց հիմա Հերել ենք չկանցից ծովում ենք այս ծոմսից ասա որ մասը բան այս մասը հա ես պատրաստ եմ նույն մասն եք նկարում եմ ես պատմում ավելի ծիծաղալի է որովհետև դա ծոմն էլ դա տենց լուրջ կերպարով լուրջ ու ես սենց ամաչել եմ որ սենց կանչում է ծոմին Չավես է չէ որ Նանուլը իր կյանքի բոլոր փուլերը վավերացրած ունի Սիրելի երգ
Իմ սիրելի երգը Eminem-ի Lose Yourself-ը երևի։ Իմ համար մշտական են Sting Shape of My Heart, գժվում եմ։ Սիրելի ֆիլմ։ Leon Professional։ Այդ իմ իդեպ առաջի celebrity crush-ը եղել է Նատալի Պորտմանը այդ ֆիլմում։ Հա։ Սիրահարվել էի ու հիշում եմ այդ կինոն ես նայում էի հորողբերս էր նայում այդ ֆիլմը ու ես իրենց տանն էի այդ օրը մնացել ու ձևացնում էի իբրև թե քնած եմ բազմոցին պարկած անկողինը բացել էին բազմոցին որ չտանեն սենյակ ու նայում էի ասես կիսատ պրատ ու սիրահարվել էի Նատալի Պորտմանին։ Հա։ Ես Tom Cruise Vanilla Nebe, Vanilla-ին երկինք գժվում եմ։ Սիրելի սերիալ։ Ամաչում եմ ասում, բայց Golden Girls շատ աղջիկական սերիալ է։ Բայց շատ եմ սիրում, գիտեք ինչի, որտեվ իրանք հիմա մահացել են 4-ն էլ, 4-րդը վերջերս մասը, այդքան հին սերիալ է ինքը։ Իբր Մայամիում 3 ընկերուհի են, ովքեր տենց մի հոտարպես 50 տարեկան են, եւ իրանք մաման է ու այնքան խնդալու է ժողովուրդ այդ սերիալը ու ինչ տրամադրությամբ դու լինես, միացնում ես ցանկացած սերիա ու մեռնում ես այնքան խնդալու է։ The Crown Ահա, շատ։ Այդ առաջին տեղում է։ Սիրելի հայ երգիչ։ Միշո։ Արամե։ Սիրելի հայ երգչուհի։ Էլվինա Մակարյան։ Քրիստինե Պեպելյան։ Ես ու ամուսինը սիրահարվել ենք իր երգերի ներքո։ Ասացի, որ ավելացնելու եմ հարցեր ձեզ փուլում։ Սիրելի հայ մեդիա դեմք։ Նազանի Հովանեսյան։ Սիրելի հայ պարող։ Սիրելի հայ պարող։ Պարող թե պարուհի։ Պարուհի կարող է լինել։ Սիրելի հայ պարուհի։ Սոֆի Դեբեն։ Եթե ունես էլի տարբերակներ, կարաս ասես, առաջին celebrity crush-ը։ Justin Timberlake։ Առաջին celebrity crush-ը Justin-ն է եղել։ Այո։ Ես երկու տարբերակ ունեմ, երկուսն էլ նույն տարիքում ա եղել։ Մեկ փոքր ժամանակ Նարե Հայկազյանին էի սիրահարվել, ինչ որ հարցազրույցներից մեկի ընթացքում, որտեղ ինքը ինչ-որ դաշնամուրի կողքին էր նստած, հիշում եմ, իրաց տանն էին նկարել, թե կադրը հիշում եմ։ Սենց դաշնամուրն էր ու սենց ինքն էր նստած ու հետևը պատուհաններ կային, միջև հիմա հիշում եմ այդ։ Ինքը ձեռներով էր խոսում, այսօր ձեռներով խոսալուն ահա որ սիրահարվել էի ու սենց գմտել էի այդ էկրանի մեջ։ Ու իսկ իմ տարիքի փոքր ժամանակ որ սիրահարվել եմ ինչ որ մեկին ով հայտնի էր, այդ Սամվել Գրիգորյանի աղջիկն էր, Նարեն, ով ինչ որ մի հատ կլիպ ուներ, որտեղ ինքը սենց հիմա իհարկե ընկերներ ենք եւ Ամերիկայում ապրում, հաճախ ենք հանդիպում եւ ինքն էլ չգիտի եւ իր ամուսինն էլ չգիտի։ Պես կանան հիմա։ Ինչ որ մի հատ կլիպ ուներ, որ սենց սև սպիտակ էր այդ կլիպը, ինչ որ մարդիկ էին անցնում, ինքը սենց կարեր, կարծեմ գլխարկել կար, թե ինչ էր։ Սենց կանգնած ու ես հիշում եմ առաջ անգամ այդ կլիպը որ նայեցի, սիրահարվեցի իրան։ Ինչ հետաքրքիր օներ տվեցի։ Անսպասելի երկու անուն։ Ում հետ եք ամենից շատ խոսում հայտնիներից։ Ես Արա Ղազարյանի հետ տենց օր չկա, որ մինչև բամբասեն ժամերով։ Ես էլ Քրիստինայի հետ էլի։ Պեպելյանի։ Ամենաշատը։ Եթե այդպես այդ որ տարբերվի, այո։ Հա, իսկ Մեկ էլ Էրիկի։ Կարապետյան։ Այո։ Ով է ամենահումորով հայտնին ձեր ճանաչած։ Լուիզա Ներսիսյան, Էրիկ Եվ Ինձ հաստատ համար ոչ ես։ Ինձ համար էլի Պեպելյան շատ հումորով է ինձ համար, մեկ էլ երևի Արամեն շատ հումորով է։ Հետաքրքիր է, տես Արամեի անունը Սիլվան էլ տվեց։ Հա, Արամեն անչափ հումորով է ու նույն չափի հումորով է Պեպելյանը։ Իրենց հետ չեմ կարող ես գիտեի, որ հումորով է, Արամեի շատ Պեպելյանի հետ ընդհանրապես չեմ կարող 5 րոպե հանգիստ նստել։ Պեպելյանը վերջն է։ Ես որ ասացիր Արա Ղազարյանի հետ ամեն օր բամբասում ենք, չեմ կարող այս հարցը չտամ վերջնում միցեք բամբասել։ Ոայ, վերջին չեմ կարող ասեմ ոնց բամբասել։ Հայաստանում է բնակվում։ Դե մի հատ նախագծից ենք բամբասել, որի մի մասն է։ Պարզ է։ Վերջինը ինչ եք փնտրել Google-ում։ Google-ում Oscar nominations 2025։ Իսպանիայից մի հատ ֆուտբոլի քեմփ կա։ Գտել եմ, այդ եմ սուրճ տվել Լևոնի համար, որ տեսնեմ։ Գտար, լավ գտար։ Այո, գտել ենք ու ուզում եմ տեսնեմ նորից մասնակցի, թե չէ, եթե այդպես։ Իսկ վերջինը ինչ եք փնտրել YouTube-ում։ YouTube-ի memory-ն անջատած է, բայց Ես քո հաղորդումը, որ տեսնեմ ինչ պիտի ասեմ, ինչ պիտի խոսեմ։ Շատ անկեղծ։ YouTube-ում memory-ն անջատած է իմ չկա։ Չես հիշում ինչ ես փնտրել։ Չկա, տես ինքը դատար կա, որտեղ տենց սեթինգներով դրել են, որ ոչ մեկ չտենա ինչեր եմ նայում։ Հա։ Այո։ Բայց ո՞վ պիտի տենա։ Տես, քանի որ աշխատանքային է, աշխատանքային է։ Okay, լավ ես մտածել։ Եվ ամենաշատը որ էմոջին եք օգտագործում։ Ես ամենաշատը կոր նայեմ, վերջինը որն է։ Ես այն որ սենց իբր հալվել անգնում է։ Հա։ Մեկ էլ այդ ծիծաղին է շատ։
Ես աչքերը որ հոլորելով վերևա բարձրացնում եմ, մեկը գլուխը պայթով։ Հա։ Այս բաց չէ, չէ՞։ Հա, լավ, Okay, ասա։ Հա, բայց չեն ասի, ես դախերնով են, okay։ Չէ։ Ես երկրորդ բլոկում դախ չէինք արդեն։ Չէ, հիմա հաստատ դախ չեք լինի, որովհետեւ գնաց կաշ։ Որովհետեւ թեթե ենք խաղալու։ Սովորաբար հեղինակները հաղորդումների նաև մոնտաժներին են մասնակցում, կարծում եմ դու ես տետատետի մոնտաժին մասնակցում ու ճիշտը ասա, ում տետատետը մոնտաժելուց ես ամենաշատը ձանձրացել։ Անի Երանյան, թե Վիկա Մարտիրոսյան։ Ճիշտը ասեմ։ Այմը։ Հաստատ։ Անի Երանյան։ Հա։ Sorry։ Անի Երանյան։ Որովհետեւ սա հարցերի պատասխանները գիտեք, քանի որ ավելի հաճախ ենք շփվում։ Հա, Անի Երանյան թե Աննա Մանուչարյան։ Ավելի շատ ձանձրացրել եմ Անի Երանյանից, հետո Անի Մանուչարյանի, Աննա Մանուչարյանի պատմությունը ավելի լավն է։ Okay։ Անի Երանյան թե Լուիզա Ներսիսյան։ Ձանձրանալը։ Հա։ Անի Երանյան, քանի որ Լուիզայի հարցազրույցը հետաքրքիր անցավ, քանի որ տենց հետաքրքիր անցավ ավելի։ Անի Երանյան թե Անի Քրիստի։ Ունի Քրիստինը շատ ձանձրալի էր, Անի Քրիստի, հա։ Անի Քրիստի։ Անի Քրիստի, հա։ Անի Քրիստի թե Տիգրան Ասատրյան։ Տիգրան Ասատրյանը շատ հետաքրքիր Անի Քրիստի։ Անի Քրիստի թե Արկադի Դումիկյան։ Ահա, Արկադի Դումիկյանից ավելի ձանձրացա։ Արկադի Դումիկյան թե Սուպեր Սակո։ Ումից ես ավելի շատ ձանձրացել։ Արկադի Դումիկյանից։ Արկադի Դումիկյան, վերջին հարցն է թե Վաչե Թովմասյան։ Արկադի Դումիկյան։ Ահա։ Վիկա։ Ոյ։ Չէ։ Ում համար ավելի լավ պար կբեմադրեիր։ Նրանցից մեկի համար կարող ես ավելի լավ պար բեմադրես։ Արմենչիկ թե Արման Հովանեսյան։ Արման Հովանեսյան։ Արման Հովանեսյան թե Սարգիս Եղիազարյան։ Սարգիս Եղիազարյան։ Սարգիս թե Սարո։ Սարգիս։ Սարգիս թե Ներողություն, որ Սարո։ Սարո Թովմասյան։ Սարգիս։ Սարգիս թե Պեպելյան։ Պեպելյան։ Պեպելյան թե Իվետա։ Պեպելյան։ Պեպելյան թե Սոնա Ռուբենյան։ Սոնա Ռուբենյան։ Սոնա Ռուբենյան թե Էրիկ Կարապետյան։ Էրիկ Կարապետյան։ Էրիկ Կարապետյան թե Միրան Ծառուկյան։ Էրիկ Կարապետյան։ Եվ վերջին հարցը։ Էրիկ Կարապետյան թե Արամե։ Արամե։ Հա? Հա։ Միշտ Արամեի համար ավելի լավ բարեր ես բեմադրել։ Արամեով եմ հայտնի դարձել։ Դե Արամեն սիմվոլիկ մի բան է։ Արամեն ու Պեպելյանը Վիկային սարքեցին ամարասի Վիկա, ոնց կարող եմ ես դա ուրանալ կամ մոռանալ։ Չէ-չէ-չէով եւ Տանիքի տեսարողակով։ Բայց ես հիշում եմ, բայց այն իհարկե շատ կարևոր փուլ է եղել, բայց դե все-таки դուք տենց Pussycat Dolls սոտ էիք։ Հա, ասում են եկան Pussycat Dolls եկա, բան չգիտեմ։ Պետք է լավ կարդացած։ Ձեզնից մեկի անունը շատ ձևիստես, սիրուն չի նայվում։ Երևի իմ մասին է, ասեմ ինչի, որովհետեւ ակնհայտ է որ երևի քո մասին պետք է լիներ, քանի որ դու աղջիկ ես, աղջկան ձևիստ են ասում, չէր ընտրի, բանակ շատ բանալ կլներ դրա համար, եւ իմ մասին է։ Կորեկտ ասած ձևիստ։ Չէ։ Հա, մերի մասին է։ Քո մասին է։ Որտեղ հեշտ կլներ, որ պարզ կլներ։ Ինչքան որ կարդացել եմ, ես ձևիստ չեն գրել։ Հա, ձևիստը քո մասին չէր։ Մարդ ինքն իրեն այսքան չի գովի տնաշեն։ Երևի իմ մասին է։ Ով է ձեզնից շատ գովում իրեն։ Քո հաղորդման ժամանակ Ես հակառակը միշտ վատ բաներ եմ ասում քսի մաս։ Ես ինձ քանի որ դու իմ քո հաղորդումը եղել է բացահայտում, բոլորի համար շատերը լիքը բան չգիտեն եւ ես այդպես խորացա եւ պատմեցի ինչից ինչ է եղել։ Ինձ թվում է այդ հաղորդում շատ են գրել այդտեղ, որ ինչքան է շատ։ Բայց այդ խելացի բան է, որովհետեւ երբ որ դու քո մասին լավ բան ես ասում ժողովուրդ։ Բայց երևի միայն քո հաղորդմանն է, մի երկու անգամ։ Բայց այդ շատ խելացի բան է, երբ որ դու քո մասին լավ։ Բայց չէ, մերի հաղորդման տակ չեն գտել այս կոմենտարը, բայց քո մասին է։ Երբ որ դու քո մասին լավ բան ես ասում, ինֆորմացիան մնում է մարդկանց հիշողության մեջ, ինֆորմացիայի աղբյուրը ոչ։ Դրա համար լիքը լավ բան ասեք ձեր մասին։ Էլ չեմ ասել, լավ կներեք։ Ես շատ լավն եմ։ Անդադ ասեք։ Մարդիկ հիշեն, որ դու լավ ես, չեն հիշի, որ դու ես ասել։ Հիմա էլ ես մեծամիտ։ Շատ վատ է։ Այս կոմենտը գրել են այդ հարցազրույցի տակ։ Բայց թե ում մասին։ Թե ում մասին, բարձ չի, դու գուշակեք։ Անունը չի նշել։ Երևին։ Հա չի նշել, չգիտենք ում մասին։ Չգիտենք, բայց հա ուրեմն իմ մասին ավիճ ջան։ Ջենտլմեն։ Հավասար Արիկիս։ Լավ։ Ձեզնից մեկի անունը ամպերից իջի յուղ ես վառում։ 100% իմ մասին է։ Չեմ լսել, չգիտեմ։
Երևի քո։ Ով է ամպերում շատ։ Դենես չէ որ միշտ adekvat են այդ մարդիկ, ովքեր վատ բան են գրում։ Բնականաբար։ Հա, ես կարծում եմ իմ մասին կլինի։ Okay, եթե գրել են։ Անտարբեր եք ավելի շատ։ Ես շատ անկեղծ եմ ասում, շատ անտարբեր եմ, որովհետև արդեն նախ իմունից է ունեմ այդ դրա վրա։ Իմ մասին, հա։ Քո մասին։ Ձեզնից մեկի մոտ միջին տարիքի դեպրեսիա է։ Իմ մոտ, հա։ Որտեվ կա տես բան։ Դուք գուշակեք։ Էլի չեմ նկատել այտենց կոմենտ, չգիտեմ, կարող եմ մասինա բաց եմ թողել, բայց չգիտեմ։ Ո՞մ մոտ է միջին տարիքի դեպրեսիա։ Իմ մոտ իրականում կոմենտի ինձ չէ վերաբերում, հա, բայց հա, բայց քո մասին են գրել։ Մերի։ Մանց հերիք չի հարփաստում եք այս հաղորդման ընթացքում, նա դե լիքը վատ բաներ եք կարդում իմ մասին։ Էս սիզը վերկած գնանք։ Ուրիշ։ Ուրիշ ինչ կասես։ Նախ սկսենք այնտեղից, որ սպորտային հագուստով հարցազրույցը գեղեցիկ չի նայվում։ Ես երևի առաջին անգամ եմ սպորտային բանով եկել։ Ուրիշ ինչ վատ բան կա մանջանի մասին։ Վերջին կոմենտն է։ Իմ մասին։ Իմ մասին։ Նապսակի մասին։ Ասում անկեղծ առաջին անգամ եմ եկել, քեզ էլ հարցրեցի, կարելի է այսպես գալ։ Ո՞վ է ձեզ Հա, պատրաստել։ քո մասին է։ Իմ մասին։ Հա, լսո ես եղել ֆելոյի մոտ։ Ֆելոյի մոտ առավոտ ինչ էի հագել, բա ինչ պիտի հագնի։ Թե մեր մոտ։ Իմ մոտ է եղել։ Բայց ջինսով ու ինչ որ Իմ մոտ է։ բոդիով էի, ասենք, ինչ պիտի հագնեի։ Ոայ, թեթև մյուս անգամ բանը կաբուկներով։ Իսկ մեր ամենաթեթևը դուք եք տանելու ես վատ կոմենտ։ Չէ, չեմ նեղվում։ Աբսոլյուտ։ Դու շատ թեթև կոմենտներ էիր ասում, ասեմ։ Չէ, իհարկե, ես ընտրել եմ մեջներից այդ խմբագրերը երկար աշխատել եմ, որ թեթևները գտնեն, վիրավորական չլինի։ Հա, հա։ Մի խոսքով մենք կոչ ենք անում, որ գրեն միայն բարի կոմենտներ, որովհետև վատ կոմենտներ գրելով։ Դե լավ, եթե խաղաղում են գրում են Ժորժան, հանդեստանումա թող գրեն։ Գրեք կոմենտներ ոնց որ ուզում եք, առանց անձնական վիրավորանքի, եթե ինչ որ նկատողություն կա եւ բան կա։ Անձնական վիրավորանքն շատ նորմալ է։ Հայհոյանք ձեր դեմքով գրեք գոնե։ Երբ որ կինը գրում է հայհոյանք, բառից ուղիղ իմաստով այսպես վատ բառապաշարով։ Եթե նկատողություն եք ուզում, սիրով արեք, դա օգնում է լավ։ Նկատողությունները իհարկե ընդունում։ Կամ երեխային են գրում հայհոյանք, չգիտեմ, օքեյ։ Անցնում ենք առաջ եւ խաղալու ենք գուշակիր ով եմ։ Այս իմ սիրած մասն է դեր հաղորդման։ 10 հարց։ Դե հայրի չկա։ Մի չբան չանես։ Այո կամ ոչ ասելու միայն։ Չէ, մի օր էլի չընկնի, էլի ափսոս է։ Այո կամ ոչ պիտի պատասխանես։ Նույնը ինքը։ Եթե չգուշակեք, պատժվելու եք։ Իսկ պատիժը հորինելու է մրցակիցը։ Գնացինք։ Երաժշտության ոլորտից է։ Ոչ, բացարձակ։ Կինոյի։ Ոչ։ Սպորտի։ Ոչ։ YouTube-ից է։ Կարա լինի։ Հա։ Համել։ Ինքը շատ ջղայն է։ Չէ։ Ինքը չի։ Մի րոպե, եթե YouTube-ից է, կարա նաև YouTube-ից լինի։ Մի րոպե, հələ։ Կինա թե դրամա։ Կինա։ Ոչ։ 6 հարց արդեն հնչել է, ունես 4 հարցի հնարավորություն։ Գոնե ոլորտը մանջան ասեք։ Հա, դուք պիտի ստանաս պատասխան։ Քաղաքական գործիչ է։ Այո։ Մնաց քանի հարց։ 3։ Եվ կին չէր։ Նաիրա Զորաբյանը չէր։ Հեշտ է, տղամարդ է եւ քաղաքական գործիչ։ Շատ հեշտ է։ Ինքը վարչապետ է։ No։ 2 հարց։ Ինքը մերօրյա քաղաքական գործիչ է։ Այո։ Մնաց մեկը։ Ճիշտ է։ Յուրովի։ Ճիշտ ասացի։ Չգիտեմ, քաղաքականությամբ չեմ հետաքրքրվում։ Ես էլ մի քիչ եմ։ Մեկ հարց, վերջին հարցը։ Ես ուզում եմ որ դու պարտվես, որ Վիկան քեզ պատվի։ Լավ, գոնե անուն տան վերջի հարցը։ Չամարցակվեց։ Պատկերացնես ուղիղ անունը տանք։ Շատ կներվային անամ։ Մի րոպե, հասկացանք, որ քաղաքական գործիչ է։ Նա ուղիղ նստի հետ։ Հասկացանք, որ քաղաքական գործիչ մտած մեր ստեղում դինա է։ Կան չէի ֆայմը։ Տելևիզիոնщикները այդ բաները ֆիքսում են։ Քաղաքական գործիչ է, տղամարդ է, մերօրյա։
Լավ ոնց իմանամ Չէ։ Արի պարտվի մի հատ հետաքրքիր խաղ անցկացնենք։ Հա։ Ես արդեն մոտարապես գիտեմ ինչ պիտի անենք։ Հարցն դες պատեժը որոշեց։ Գալուս Սահակյան, հա։ Ոչ, կարող ես նայել։ Վայ, արա ոնց չէի ֆայմել։ Տիգրան Արձականյանը բերեց Վիկային հաղթանակ։ Եվ հիմա YouTube-ի առաջատար YouTube-ում շատ են նրա մասին հոլովակները։ Մտքովս չէր Դու ես հարցեր տալիս, դու պատասխանում ես միայն այո կամ ոչ։ 10 հարց գնաց։ Շոու բիզնեսից է թե ոչ։ Ոչ։ Okay։ Աղջիկա։ Ոչ։ Okay։ Տղամարդա։ Տղամարդա թե տղա։ Հարցը ճիշտ ձևակերպի։ Տղամարդ։ Այո։ Շոու բիզնեսից չի։ Օրինակ, վախեցած եմ, էլի, այո կամ ոչ ասա։ Իմ ընտանիքի անդամներից է։ Ոչ։ Պետյան չի։ Okay։ Շոու բիզնեսից չի։ Այ քեզի բան։ Ոայ, Իսկ կարող է հայկական շոու բիզնեսից չի։ Էլ այդ հարցը մի տուր։ Հա։ Շոու բիզնեսից չի հարցը։ Բայց հաշվում եմ հարցը։ Չէ, հաշվում, որտեղ չի որպես հարց չի ինչ։ 4 հարց։ Կարող ճիշտ է։ Դե թող ճիշտ է։ Քաղաքական գործիչ է։ Ոչ։ 5։ Դերասան է։ Ոչ։ Այսօր բարդ է այս խաղը, այո։ Հա, շատ բարդ է, որտեղ ու մտքով կանցնի։ Որտեղ հաստատ դուք քննարկել եք, որ Նանոլի նկարը Չէ, դնեն կամ Արա Գազարյանի։ Ինքը տենց բան ոլորտից է, լուրջ ոլորտից է։ Մի հուշի պիտի գրվի, եթե ուզում ես պատժես։ 4 հարց է մնացել։ Չէ, մոտ 6-ը հաստատ է։ Ուզում եի հիշել։ Ժիշկա, չգիտեմ, ինչ ասեմ։ Ոչ։ 7 պատասխանը։ Որի։ Չէ, բժիշկա հարցեց։ Okay, լրագրող։ Ոչ։ 2 հարց։ Հա, բայց ասենք ոչ երկիչ, ոչ պարարվեստի։ Вообще չէ, ոչ։ Լավ, մի հարցի հնարավորություն ունես։ Հերիկ Մխիթարյան։ Չէ, լավ մի հատ էլ տուր, երկրորդ։ Ինչ որ սպորտից է։ Վիշվիկ ջան։ Դա ասա, մի հատ անում։ Ինչ էր զգուշանում Մեհերը։ Առաջատար։ Դու զգուշանում ես, հա։ Լավ չեմ լսել։ Բոլորս։ Կներեք։ Արթուր Աբրահամ։ Անունը ճիշտ է, ազգանունը սխալ։ Ինչի՞։ Լավ, կարասանես։ Լավ, արդեն նայ, հա։ Հա, լավ, այրուցը։ Արջը։ Արջը, այրուցը, արջը խառնել է։ Սպիտակ արջը։ Արթուր Ալեքսանյան։ Հա, մենք հատուկ, որովհետև շատ ենք մտածել ում նկարները ընտրենք։ Ոստված ջան, չի իմանում։ Բայց ի սկզբունքով եք ընտրել։ Ինչ եք ինձ որոշ մի ում հետ դուք մոտ եք, կամ կապ ունեք, կամ հաղորդումներ ունեք, բարեր ունեք, հեշտեգ գուշակելու, իսկ ես սիրում եմ, երբ դուք իրար պատժում եք։ Դրա համար իմ համար մի սպորտ կա, սպորտ կա, ֆուտբոլն է։ Կարամ նկարը ինձ պահեմ։ Իհարկե, դա ձեզ նվեր, ինչպես կպատժես։ Ես Մհերին։ Այո։ Հետո Մհերը ինձ է պատժելու։ Այո։ Թեթև բան կանեմ, որովհետև քեզ շատ եմ ինքը սիրում Վիգջան։ Միջև վերջ ուզում էր, որ դու հաղթեիր։ Ես ամեն ինչ արեցի, որ պատժես։ Ես ինչ անեմ։ Չէ, դու նես նորմալ բան ասա, որ խնդալու լինի։ Բայց նես չէ, որ խայտարակը լինենք էլի։ Okay, ես ուզում եմ հիմա զանգես քո գոլեգային դու։ Իմ գոլեգան ով է։ Քո ոլորտից։ Օրինակ Ամալային։ Կվերցնի, WhatsApp-ով եմ զանգել կամ հա։ Okay։ Հա։ Այսօր կստати պիտի հանդիպենք յամի 7-ին։ Ահա։ Ահա։ Նա խոսա այդ հանդիպումից, դու ասա ես ուզում եմ մի հատ բան քննարկենք։ Ասա որ անկախ ամեն ինչից մենք լավ ընկերներ ենք, բայց իմ ու քո հաղորդման ֆորմատը շատ նման է իրար։ Խնդրում եմ, էլի նեգատիվ բաներ մի ասեք, Հիմա չէ, ես փակեմ իմը կամ դու քոնը։ Ինքը այնքան նուրբ 5 րոպե դելու դա, հետո խնդրում եմ, լավ արի ավելի լավ բան էլի, խնդրում եմ։ Շատ լավն է։ Ոնց կասեմ Մհերս։ Խնդրում եմ։ Չէ, պիտի անես։ Ասա, դու ես այսօր հրավիրել իրան տեղ։ Դե ամեն օր հանդիպում ենք համարյա։ Հա։ Ասա մտածի միջև հանդիպում։ Անկախ ամեն ինչից դու ես առաջինը սկսել, այս հաղորդումը, հետո Իրանը նման է քոնին։ Վայ, խնդրում եմ, մի կերպ երկարացրեք։ Նա շատ լավ բաներ ասա։ Չէ, շատ լավն է։ Իսկ ես ուզում եմ անգամ դախ ենք խաղացել, գոնե սա հետաքրքիր լինի։ Հա։ Calling ա գրում, ringing չի գրում, ասես փորձեմ ուղիղ զանգել։
Ախի calling-ը որ գրում է ուրեմն ինչ։ Ոնց որ զանգ չի գնում։ Ring-ը որ գնում է, WhatsApp-ը, վաու։ Չգիտեի։ Սա գիտեի, հա։ Մատ որ բանջի տամ միացնեմ։ Ring. Ոնց է մտածել ես Վիկ։ Շատ լավն է։ Ճանապարհին գալուց։ Հա։ Շատ լավն է մտածել։ Մեքենայի մեջ ասեմ լավ, որ հանկարծ ասեմ, ինչ պետք է այդ տղուն ասեմ, որ հետաքրքիր լինի։ Դե։ Մտածում sense վարեմ, հենց այնպես այսօր։ Ալո։ Ամալ։ Ալո։ Հարգան։ Привет, ոնց ես։ Լավ, դու ոնց ես։ Լավ։ Ամալ, Հաջան։ ինչ կա, ինչ ես անում։ Բան չի գնում բուժկի։ Լսի, միջև ժամը այսօր երկունն ենք, չէ՞ հանդիպելու։ Ահա։ Լես, մի հատ բան։ Կարող եք հանդիպել դեպի Давай 7:30։ Լսի, մի հատ գիտես, այսօր ինչ էի մտածում։ Всё-таки իմ ու քո հաղորդումը շատ նման է իրար։ Հա։ Ինչ մասով։ Դե ընդհանուր էլի ֆորմատային առումով նույն բանն ենք անում երկուսս։ Լսի, կարող ես կամ փոխեմ, կամ դու փոխես, կամ ես փակեմ հաղորդումը, կամ դու փակես։ Պրինցիպի սաղ մեկը անում են, էլի, մենք մի քիչ ամեն Նմանացնում իրար։ Բայց պրինցիպի շատ են, էլի, մարդիկ նմանացնում իրար։ Այո, դու գուշակեցի։ Բայց միանգամից հասկացա։ Լսի, ես չէի ուզում զանգեի, ամալ, вообще չէի ուզում զանգեի։ Կներես։ Ասես որ ես եմ, ասես Պատշում եմ։ Լսի, вообще նման չի մեր հաղորդումները, էլ տես բան չասեմ։ Всё, պատշում եմ, ամալ, գրկում եմ, մինչև երեկոյան հանդիպենք։ Վիկաներ։ Այ լավ, ինձ մի Վիկաներ քիչ Մարտիրոս։ Մանեի մոտես բարև բոլորին։ Բարևում եք։ Давай, ամալ ջան։ Դե դու տեսնի։ Շատ։ Ոայ խնդրում եմ, Մեղքեր, բայց տեսար ինչ կոռեկտ էր փորձում պատասխան։ Ոչ թե մեղքեր, մեղք չէ, չէ։ ես գիտեի, որ ինքը երեք էլ ֆիլմի պրեմիերային որ գնացինք, դել խաղում էր, շատ լավն էր իրա դեր։ Ներվերից ցած խմեցի սա։ Վայ լցնեմ, չեմ նկատել։ Երեք, վայ ես ոտեմ ինձ հոսով, վայ։ Մենակ չասես երկի բարի։ Լավ որոշի, ինչ ես պատժում։ Արամեի կլիպը կա բանում YouTube-ում այդ ձեր առաջի։ Հա։ Ինչ էր այդ կլիպի անունը։ Որ մեկը քեզ իմ սիրով բարվեմ։ Հա։ Հա, YouTube-ում կա։ Հա, ոնց չկա։ Պետք է որ մի կերպ աշխատի։ Ուզում ես այդ բարը բարի։ Չէ։ Բա։ Դու մտածես ես ինչ եմ անում։ Ոխ, լավ բան եմ մտածել ինձ թվում է։ Չէ, դա Արամեն չի գցել, մի րոպե։ Արամեի եւ քո կլիպի անունը ինչ էր։ Անունը ինչ էր։ Իմ ու Արամեի տեսահոլո։ Բայլան։ Բայլան, հա։ Ինչա։ Զանգում ես Արամեին։ Նայ օրենքը կվա։ Եվ ասում ես, որ խնդրում եմ ջնջի մեր բայլա տեսահոլովակը, որովհետև ես այդ տեսահոլովակում սիրուն չեմ։ Էլ դուրս չեմ գալիս։ Էլ դուրս չեմ գալիս։ Չի հավատա։ Դե լավ, Ասա, եթե ես քեզ ժամանակ ես քեզ ոչ մի բան չեմ խնդրել, իմ առաջին խնդրանքն է քեզ։ Ասա ավելի լավը կնկարենք, ծախսերն էլ ես բան կանեմ ոնց որ մյուսի։ Խնդրում եմ ջնջի հետ, հետո կասեմ ինչն է պատճառը։ Հետո կասեմ ինչն է պատճառը, ավելի լավ է, սիրուն չեմ, չէ։ Ասա հետո կասեմ ինչն է պատճառը։ Բայց ինքը երևի հիմա փորձի է։ Փորձի զանգի։ Նա շատ լավ։ Որովհետև շատ դիտումներ հավաքած վիդեոները խնդրել ջնջել։ Արամե ջան։ Հաջան։ Ոնց ես ցավդ տանեմ, հոչը փանգարում։ Նորմալն է դու ասա, չէ՞։ Նորմալ, փորձեր արեցի այսօր երկեր ուղարկեցիր, օքեյ, լավ էր որ ուղարկեցիր։ Լսի։ Հարցրեցի, դու շատ ցավ բարոմաշիկ ջան։ Մի հատ շատ լուրջ հարցով եմ զանգել, չգիտեմ արդեն վախում եմ ասեմ, բայց պիտի խնդրեմ։ Ասա։ Լսի բայլայի մեր կլիպի տակ թազա կոմենտներ են հայտնվել, ինչ որ տեն շատ վատ։ Უშում կարանք ջնջենք, փակենք հլը որ կլիպը մի բան անենք, խնդրում եմ։ Հանենք։ Ողջեր են ու։ Չգիտեմ, ահա որ վատ կոմենտներ ա գնում, խայտարակություն, չէ, ասենք
Չգիտեմ, կարողա չհասցնեք ջնջեք։ Այդ ովքեր են, բայց Դե մտածում չեմ ճանաչում, սա fake էջեր են կյանք։ Ասա կլիպը հանի։ Կլիպը հանենք էլի։ լրիվ ջնջենք։ Հա, Ինչ է եղել։ կասեմ հետո հիմա հարմար չի տեղից։ Այ։ Ինչ ես խոսում։ Ավելի շատ։ Ես կյանքում ասենք ոչ մի հարցով քեզ գիտես չեմ։ Ակյանքս հասկացա, բայց ես չեմ ճուգում ինչա կատարում։ Լավ, ասեք Արամ, սպասես։ Արամ, պրիվետ։ Եկել հաղորդման հյուրման էի, մոտ կյանքս ուտում են, ասում են զանգի Արամային ասա կլիպը ջնջի։ Ոայ որս սարես։ Գիտես ինչ բատ էի, կարմրել եմ, կապտել եմ, ասում եմ զանգի ասա թող տեսալովակը ջնջի, որովհետև բանը, ես ինչ կոմենտներ ամ մեջ։ Կոմենտներ դու ասեցի։ Ազիվելի, Այո։ Արամը երբ ես գալիս հյուր։ Լսի պատիժը գիտես ով էր, Մհերես Բաղդասարյան որոշեց, որ այսենց լուրջ պատիժի ինձ պետքա։ Պրիվետ Արամ ջան։ Պրիվետ։ Ես ինչ լավ բանով եք զբաղված։ Մտքովս ինչ ասես անցավ։ Բախալարներ շաբարվեց այս Հա, չէ, բայց Արամ շատ սիրուն բան արեցի։ Ես մտածում եմ, որ մի անգամ Բայց ես մի րոպե չեմ կասկածում, որ դու կջնջեիր։ Ես արդեն վախեցա, որ արդեն ջնջում է։ Էս քո բառերն են։ Առանց երգելու եւ հուշելու։ Սա քո։ Գնացինք, նայ, իմ երկի բառերը հետևյալն է։ Նորից եմ ասում, նույն բանն է։ Կանաչ կարմիր չորերս հագի։ Չէ, նույն բանն եմ ասում, նայ։ Բայց գործողությունները ճիշտ է, բայց մնացածը ճիշտ չի։ Ես։ Ես։ Հակիս Մարգարիտ։ Կոշիկներս։ Բարձրակրուն կոշիկներս։ Առաջինը դա է, հա։ Այդ Մարգարիտը ճիշտ եմ ասում։ Նա շուխուր արեք վիկանչելս։ Լա։ Այդ եմ ասում։ Այս որ կրվում եմ ինչա լինում։ Որ զուտուշ ես, հա։ Всё, Ախ դե լավ էլի։ Հիմա գուշակի տող։ Հիմա գուշակի որ մասն է այդ երկի։ Երկը գուշակել ես, ճիշտ ես։ Հակնեմ Միրոպե ջան ամոթանալու ջանքներս։ Կհակնեմ բարձրակրունկներս։ Դրանից առաջել։ Վայ դրանից առաջ ինչ է։ Դե լավ գուշակել է, կկախեմ բոլոր ուլունքներս, կկախեմ բոլոր ուլունքներս, այո, ապրե։ Ուրեմն այսօր Ես գիտեի նանուլինը, բայց դու չգիտես։ Հիմա դու։ Okay, լավ։ Գրեցի։ Այդ երկը միշտ ես ավելի գուշակում չէ։ Հա, որ այդ արեցի, փրկվեցի։ Մարգարիտներս հագել եմ։ Հիմա դու։ Լավ, հիմա հակառակը։ Մեր ջանի սկզբանե ասեմ, ես շատ վատ եմ նման բաներից։ Չեմ հավատում։ Ուրեմն, Մեհեր ջան։ Քնեմ արթնանամ, գնամ գաս։ Այդ քնեմ արթնանանը, արթնանալը մոռացի։ Հա։ Okay, մի հատ։ Աչքերս բացեմ, գնամ, դու գաս։ Մի հատ հուշի որ երկն է, որ ջոգեմ այդ բառը։ Չէ։ Կամ ցույց տուր այդ երկին երկը։ Կլիպը։ Չգիտեմ։ Չգիտես։ Չէ։ Գնալ գալ, քնել, արթնանալ ես ցույց տալը կյանքս։ Մտածած որ երկն է։ Նորմալ է որ ես չիմանամ, մի նեղացի։ Չէ, ես չեմ նեղանում։ Անկեղծ կարող չիմանամ։ Ես խի նեղանում, թող ինքը նեղանա, երկիչ։ Որ չգիտեմ, չէ։ Հակի երկ։ Այդ Հա, նորմալ է չիմանամ, չի նեղանա, հա։ Հա, էտա։
Գնացի, եկար։ Կյանքս կերար, խեղտեցիր, այս ինչ է նշանակում, բիկա ջան, այս ինչ է։ Գնացի, եկա, աշկով տվիր, գնացիր եկար աշկով տվիր, այս ինչ հայտնի տողա, այս ինչ հայ, գնա արի աշկով տու, հետո վիզիտ կկտրեմ արա, այդ կլիպի մեջ էլ է շարժում են։ հայկական երգա, Այո։ գնա արի աշկով տուր, Մեր օպերատորները արդեն գուշակում են։ հատուկ դեբիլների համար էլի, որ ես չեմ գուշակում նա։ Այս էլ կարաս տան, ցույց տա։ Խելքդ գցել ես արա։ Չէ, գցել չէ։ Խելքդ կուտեմ, հա, խելքս կերա։ Այդ ցախ շարժումները իրար հետևից արա, որ տենց տա։ Կարամ պարեն, ես եմ պարել եմ այդ։ Բարի, բայ տարա, դայ, բարի։ Վրանան։ Այո։ Չգիտեմ։ Ցույց տուր այդ Տա։ Այսից անոտ բան ես ասում։ Իվետայոտ մի բան է, հա։ Լավ, հուշում կարամ տամ մի հատ խոսում եմ, էլի մեկ կա չի հասկա։ Հա, դե դժվար։ Լավ, ես եմ պարել։ Այդ կլիպում հենց ես եմ։ Արամեի կլիպ կլինի։ Մի հատ բարը դե ցույց տուր։ Բայլանա։ Всё, գուշակեցի։ Շոր մեծիրական ահավոր մերսի թույն տրամի համար։ Տունա։ Այդ VIP դրախտներ։ Հա։ Вообще Եկել լավ բախտը, բերել լավ բախտը։ Մի հատ TikTok տրենդ արա հենց այնպեսի համար։ Հենց Հելարա մեկ։ Բայց լուրջ իսկականից հենց այնպեսը ինչ կանեինք։ Լավ, հենց այնպես sense սոտ ունի։ Հա, sense բարարա։ Հենց Չէ, վերևը։ Չէ։ Հենց այնպես։ Հենց այնպես։ Այո։ Մի րոպե, մատ նորից։ Ձախ, աջ մեջը։ Նայ, գնացինք։ Հենց այնպես։ Տունա։ Եվ վերջում չմոռանանք ասել, որ subscribe եղեք մեր բոլորի ալիքներին, like-եք, կոմենտեք, բարի կոմենտներ գրեք, եղեք բարի ու լիքը լավ հիշողություններ թող լինեն, որ գաք հենց այնպես։ Բարի եղեք, բարի։ Ապրեք, ես էլ ուզում եմ շնորհավորեմ քեզ։ Հա։ Քո շոուի կապակցությամբ ես առաջին էպիզոդից սկսած շատ սիրել եմ եւ շատ ուրախացել եմ։ Շատ ոգևորել ես դեպի։ Շատ ոգևորվել եմ ինքս էլ ու շատ ուրախ եմ, որ այն որ հաղորդման ֆորմատը նորից փոխվում է եւ կենացային է դառնում, շաբաթ երեկոյա դառնում։ Շատ ուրախ եմ, որ մեր YouTube-ի համայնքը փոխվում է եւ մարդիկ հասկանում են, որ YouTube-ը այսօր ավելի կարևոր պլատֆորմ է, քան հեռուստատեսությունը։ Այն օրը մեկը կոմենտ ա գրել, ասում է, ձեր հաղորդումը ոչինչ չի սովորեցնում, ասում սովորեցնում է ժպտալ։ Ամենակարևորը։ Ավելին ասեմ, Ինչի մասին վերջի տարիներին։ ինձ երբ հա կանչելու, օրինակ։ Շատ են ալ։ Սպասում էի։ Դու քեզ փորկահի համարել ես։ Իհարկե, կյանք։ Հալո։ Հա, բայ։ Երևանցի ես, գոնք ես։ Երևանցի էի, հիմա սփյուռքահայ եմ։ Բայց դու հիշում ես այդ անգամ առաջին պարային խմբին ինչ մրցանակ, մեզ ինչ մրցանակ ես տվել։ Չգիտեմ, ես չեմ տվել։ Տարվա բոց պարային։ Յարը տասի։ Կարաս թողես ես։ Կարաս ես օքեյ եմ, կարաս թող։ Չէ, խնդրում եմ, էլի հավեսը չունեմ։ Երեխեք միացեք։ Ջան, ասա ինչ եմ։ Հենց այնպես ում է։ Կիսաբացի չէ։ Գիտես ինչն եմ հիշում, մանկապարտեզի դու էլ ես սիրում այնտեղի վերմիշելը։ Հա, օգնություն ստացած այն պեչենիներն ու կաթը հիշում եք։ 90-ականներին որ ստանում էինք դպրոցներ։ Այդ դպրոցում էր, հա, որ վառվում էր այդ պեչենիները։ պեչենին։ Ես իմ կաթը փոխում եմ պեչենի հետ։ Բայց վառվում էր այդ պեչենին, փորձել եք վառել։ Փորձել եք այն ժամանակ վառել։ Դա վառվում է։ Հա։ Հա, ով կպատկերացներ, որ չգիտեմ, կյանքը այսքան կփոխվի, էլի հայորդման ֆորմատը։ Հա, շատ ես փոխում, մեկը մոնտաժը։ Դες նկարահանումներ կարամ պատմեմ։ Հա։ Բայց քանի որ էլի Անդրեի մասն է եւ իր անունը չտա։ Ասա, գիտես ինչ ասա, մի երկիչ անունը չեմ ուզում տամ։ Հա։ Տենց իմ ամենասիրածներից է Էյֆորիան, Զենդայայով, որ ծբխել է ինձ այդ սերիալը, առաջի սեզոնը, ու մեկը Big Little Lies էլի, կանացի բաներ եմ ասում, կանացի սերիալներն են, որ break-up-ից հետո պեչենիով նստում նայում են, չէ՞, այդ սերիալներ եմ սիրում։ Ես դեռ սերիալներ։ Անի Երանյան, թե Անա Մանուչարյան։
Անի Երանյան։ Անի Երանյան, թե Լուիզա Ներսիսյան։ Անի Երանյան։ Անի Երանյան, թե Անի Քրիստի։ Անի Երանյան։ Անի Երանյան, թե Սիլվա Հակոբյան։ Անի Երանյան։ Անի Երանյան, թե Տիգրան Ասատրյան։ Անի Երանյան։ Անի Երանյան, թե Արկադի Դումիկյան։ Անի Երանյան։ Թե Սուպեր Սակո։ Անի Երանյան։ Եվ վերջինը թե Վաչե Թովմասյան։ Բարշուր Անի Երանյան։ Բայց Անի Երանյանը հաղթեց, բայց չհաղթեց, էլի պարտվեց։ Հա, ամենաշատը պիտի ասենք ումից եմ ձանձրացել։ Չէի հասկացա։ Սկզբից հասկացել էի, ինձ թվաց հետո պրոստը բան է սանում։ Մի հատ կարանք նորից խաղանք, սխալ էի հասկացել։ Հա, դա պահից նորից խաղանք։ Այդպես կուտենք։ Ես սխալ ինձ թվաց է ապրծանք։ Անի Երանյան, ում հաղորդումը մոնտաժելուց էր, ամենաշատը ձանձրացել։ Այսինքն ով որ վերջում մնա, չի հաղթում։ Հասկացա, всё գնացին։ Դեբիլների համար հատուկ։ Անի Երանյան, թե Վիկա Մարտիրոսյան։ Ավելի շատ ձանձրացել էի Անի Երանյան։ Որովհետև գիտեի բոլոր հարցերի պատասխանները։ Քարոց շատ ենք շփվում։ Լավ պրծա։ Անի Երանյան, թե Անա Մանուչարյան։ Աննային ավելի հետաքրքիր էր Վիկա Մարտիրոսյան։ Վիկա Մարտիրոսյանից ավելի էի ձանձրացել։ Հա, Անի Երանյանն էր, ով է դեբիլ եմ ես։ Նայ, ես դեբիլ եմ, ապացույց եմ։ Նայ։ Անի Քրիստի եւ ով։ Թե Սիլվա Հակոբյան։ Ավելի շատ ումից ձանձրացա։ Կրկնում ենք 1000 անգամ։ Ախեկին Սոնա Ռուբենյան։ Անի Շատ լավ։ Անի Երանյանին թողել ենք մի 3 հարց առաջ։ Անի Քրիստի, թե Սիլվա Հակոբյան։ Անի Քրիստինա երկու կում խմել այլ ուղղը չի աշխատում։ Ես պատկասում եմ դիկապտեի որ տեսել ես ինչ ա եղել։ Ես ինչ ձեն եմ անում։ Տարզանի ձեն։ Թրքեքից լավ չէ։ Ես ինչ նոր բան է։ Նոր ձեներ եմ անում։ Հար կոմենտներին Օցի լեզվի տակ մանեք, այնտեղ լիքի մասի ոտ բաներ։ Էլ չեմ ջնջում, ժորտ այնքան ված բաներ ալարում եմ կարդամ։ ես չեմ կարդում արդեն։ Հիմա եմ ուղղակի այս ված կոմենտները պիտի կարդամ, մոտավորապես մոտավորապես կարդում հետո հասկացա կարդամ։ Երկեղենակ քեզ շատ ծանոթ։ Բայ տենց չես հուշում вообще։ Պատամի մայա։ Հա, բայց մեղք էր։ Չէ, դե լավ մի վարքան ա տևե։ Դու երբ sense բան մարդասեր դառա։ Ես իրան շատ եմ սիրում։ Այս բանը լավը չէր։ Հա, բայց էդի շատ վատներ կան, սա ես չէի կարա իմանալ։ Ինձ պետք էր դուք կրվեիք, պատիժ անեիք, Հա, էդ էր հետո։ տեսարի։ Դեբիլը ասում ես պատիժներ եմ ունա, բայց խաղը նորից խաղա։ Այդպես չի հասկացա։ Ուզում ես, ունենք։ No։ Մենք ունենք զապասներ։ Բերեք այն առաջի երկու անունը, որ իրանց համար առանձնացրել էին։ 10 հարց։ Okay, Բայց էլի պատժվել եք։ Երկչուհի է։ Ոչ, Տերասան։ ոչ, Հաղորդավար։ այո, Իմ սերնդի։ մի քիչ չէ, Հրաչ Մուրադյանն է։ ոչ, Ավետ Բարսեղյանն է։ ոչ, Արա Ղազարյանն է։ ոչ, բոլորին ասում է։ Էլուշ հաղորդավարյան չգիտեմ ես։ Գիտես։ Արման Մարգարյանն է։ Ոչ, բայց չես հարցրել, օգնեմ, թե չէ։ Չես հարց, չգիտես կարա իմանալ, որ չես հարցրել, կինա թե տղամարդ։ Հա, Նազենի Հովանեսյանն է։ Այո։ Օրա ջոգեցի։ Գեղեցկուհին։ Կինա, աղջիկա։ Ընդհանրապես։ Ոնց ընդհանրապես։ Okay, show business-ից է։ Այո։ Բնականաբար տղա է, եթե կին չի։ Այո։ Ասա այո։ Այո։ Բնականաբար okay։ Երկիչ է։ Այո։ Իմ ու քո սերնդից է։ Այո։ Հայաստանում է ապրում, թե հիմա ոչ։ Այո։ Ոյ, всё, շատ հեշտ է։ Երեք օգյամ ասա Հայաստանում ապրում։ Էստրադային, հա, երկիչ է։ Հիմիկվա չափանիշներով լրիվ փոփ էստրադա է։ Էրիկ Կարապետյանն է։ Ոչ։ Ոչ։ Արկադի Դումիկյան։ Ոչ։ Հայաստանում է ապրում Արկադի Դումիկյանը։ Հա, բայ։ Թե որ հիմիկվա չափանիշ։ Երկու հարց մնաց, եթե խաղի կանոնները դեռ հիշում ենք։ Մեկ այն եմ էլի դնելու։ Էս սպիտակ։ Սարո։ Այո։ Այո, հաղթեցիք, հասկացաք։ Հասկացաք։